Այսօր հրաժեշտ եմ տալիս Լեհաստանին և մեկնում եմ Ուկրաինա։ Լեհաստանը իր պատմության ընթացքում մի քանի անգամ անհայտացել էր աշխարհի քարտեզից, բաժանված լինելով Պրուսիայի, Ավստրո-Հունգարիայի և ռուսական կայսրության մեջ։ Հիմա չկան ոչ Պրուսիան, ոչ Ավստրո-Հունգարիան, ոչ ռուսական կայսրությունը։ Ավելին, դեռևս 1991 թվականին Լեհաստանի սահմանակից ոչ մի երկիր չկա։ Չկա Խորհրդային Միությունը, չկա Արևելյան Գերմանիան և չկա Չեխոսլովակիան, դրանք վաղուց արդեն այլ պետություններ են դարձել։ Իսկ Լեհաստանը կա իր 40 միլիոն բնակչությամբ ինքնաբավ արդիական երկիր, որը արտադրում է ինքնուրույն ամեն ինչ, պարենից մինչև կենցաղային տեխնիկա։ Ինչն է պահպանել Լեհաստանը, երազանքը, սերը իր ազգի, իր պետության նկատմամբ, որ ունի այս ժողովուրդը, որի արյան մեջ կան առնվազն 1 միլիոն հայերի, Բագրատունյաց անի փախստականների արյունը, որոնք դարձել են լեհեր։ Եվ ինչու ես խոսում եմ այս մասին հիմա, որովհետև հայերիս համար ամենամեծ վտանգը ոչ թե պատերազմն է, որով մեզ ձեզ վախեցնում են, այլ արտագաղթը։ Եթե Հայաստանը չմտնի Եվրոպա, հայերը կգնան Եվրոպա առանց Հայաստանի։